Աննկարագրելի է էմոցիաներս, որ արդեն պատկերացնում եմ բնակարանս որտեղ է։ Նման զգացումներ են ունենում Defense Housing թաղամասի ապագա բնակիչները, երբ անձամբ տեսնում են մասշտաբային կառուցապատման ավարտական աշխատանքները։ Անդուր լրատվականակրկին Defense Housing թաղամասում է։ Կառուցապատողը շարունակում է շաբաթական 2 անգամ կազմակերպել գնորդների համար շրջայց նորակառույց թաղամասի տարածք, որտեղ եւ շփվեցինք ապագա բնակիչների հետ, ովքեր կիսվեցին իրենց տպավորություններով։ Մեծ սիրով ու ուշադրությամբ հետևում եմ ընթացքին, շատ լավ է, որ տեմպերով առաջ է գնում աշխատանքը, շնորհակալություն ամեն ինչի համար։ 1.2 հեկտար մակերեսով միտվակային տարածքների կանաչապատ գոտիավորումները, ինչպես նաև շուրջ 14 մետր լայնությամբ ներթաղամասային ճանապարհների արկայությունը բնակիչների կողմից գնահատվում է որպես հանգիստ եւ հարմարավետ միջավայրում բնակվելու գրավական։ Ամեն ինչ իդեալական հաշվարկ արած, նեղ չի, լայն է ու լկասը, որ մի բան էլ ավելի լայն է։ Իդեալական, վերջի անգամ հոկտեմբերին ենք եղել, այս 6 ամսվա մեջ տիտանական աշխատանք արած։ Ներկապահին խնդիր ունենք շրջակա միջավայրի օդի մաքրության հետ կապված, իսկ այս հատվածում կարծում եմ, որ բավականին այդ հարցը լուծվել է եւ առաջնայինն է։ Defense-ի երիտասարդ բնակիչների խոսքով առաջնային խնդիրը լուծված է։ Թաղամասում արդեն հիմնված է 40 հեկտար մակերեսով կենտրոնական անտառ Հիմնական գրավչությունը, որ նպատակ ունի ձեռքբերել ստեղ, հենց անտառ-պուրակներ ու կանաչապատ տարածքները, իսկ հիմա վրա արդեն ամբողջը ձևավորված են, բավականին լավ է եւ տպավորիչ է։ Արդեն տնկված տասնյակ հազարավոր ծառերը, էկզոտիկ բուսատեսակներն ու ծաղկեթփերը, ինչպես նաև 5 շարժվանային կոմպլեքսները անմիջապես զգացնել են տալիս զով միկրոկլիմա ունենալու կարևորությունը։ Ստեղծված են բոլոր հարմարությունները տարբեր նախասիրություն ունեցող բնակիչների համար։ Շատ սիրուն սարքել են, հաճելի է, շատ տպավորված եմ ես։ Ահագին շատ լավ, շատ գեղեցիկ, անչափ շնորհակալ եմ։ Defense Housing թաղամասում հարմարավետությունը սկսվում է բնակարան ձեռք բերելու պահից, այստեղ գործում է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։